Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստված միշտ պատրաստ է օգնելու քեզ։ Այսօր ուզում եմ, որ միասին մի կարևոր ճշմարտություն հասկանանք, որը մեզ ավելի կայուն, ամուր և անսասան կդարձնի հավատքի կյանքում։ Հռոմեացիս 8:31 խոսքում կարդում ենք. «Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին, եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ»։ Սիրելի՛ բարեկամ, ասում են՝ դժվարությունները երբեք մենակ չեն գալիս։ Երբ հորդառատ անձրև է տեղում, այն իր հետ նաև հեղեղումներ է բերում։ Անհաջողությունները գալիս են մեկը մյուսի հետևից և կարող են ստիպել քեզ մտածել, որ ամեն ինչ քո դեմ է գործում և նույնիսկ թե Աստված է քեզ հակառակ։ Գուցե իրավիճակների ճնշումը այնքան է ուժ գնացել, որ հավատքդ սասանվել է և Աստծու Խոսքը, որ երեկ զորացնում էր քեզ, այսօր այլևս նույն ազդեցությունը չի թողնում քո կյանքում։ Դու ընկճված ես, հիասթափված, հուսալքված, թևաթափ և ուժասպառ։ Այդ դեպքում ուզում եմ օգնել քեզ, որ քո խնդիրներին ու դժվարություններին այն նույն մոտեցումն ունենաս, որ ուներ հայտնի քարոզիչ Սմիթ Վիգլսվորթը։ Ահա թե ինչ է նա ասում. «Ինձ չի հուզում այն, ինչ տեսնում եմ, ինձ չի հուզում այն, ինչ զգում եմ, ինձ հուզում է միայն այն, ինչին հավատում եմ»։ Մեր հավատքը թուլանում է, երբ մենք մեր հայացքը կենտրոնացնում ենք հանգամանքների և իրավիճակների վրա, այլ ոչ թե Տեր Հիսուսի։ Դու ասում ես ինքդ քեզ, որ քո իրավիճակը մնում է անփոփոխ և քեզ նույնիսկ թվում է, թե այն գնալով վատանում է։ Եվ դու քեզ միայնակ ես զգում և լքված Աստծու կողմից, կարծելով, թե երբեք դուրս չես գա այդ իրավիճակից։ Այսօր մի գործնական առաջարկ ունեմ քեզ։ Քանի որ մեր շատ խնդիրների լուծումն Աստծու Խոսքի մեջ է, ես առաջարկում եմ, որպեսզի որոշակի ժամանակ հատկացնես և քեզ մոտ գրի առնես ստորև բերված աստվածաշնչյան հատվածները, մտածես դրանց շուրջ, աղոթես Աստծուն և խնդրես, որ դրանց օրհնություններն իրականություն դառնան քո կյանքում։ Եթե իրոք համաձայնես առաջարկիս և գրի առնես ու մտորես Աստծու քեզ տված խոստումների շուրջ, ապա դա իրապես կարող է փոխել քո կյանքը։ Առաջին. Քրիստոս մահացել է քեզ համար (տես Հռոմեացիս 5:8 խոսքը)։ Երկրորդ. Դու Աստծու զավակն ես, եթե ընդունել ես Տիրոջը (Հովհաննես 1:12 խոսք)։ Դու նոր ստեղծագործություն ես (2 Կորնթացիս 5:17 խոսք)։ Դու հաշտվել ես Աստծու հետ (2 Կորնթացիս 5:18 խոսքը)։ Դու բարեխոս ունես Հոր մոտ (1 Հովհաննես 2:1 խոսքը)։ Դու անմիջական հարաբերությունների մեջ ես Հոր հետ (Եփեսացիս 2:18 խոսք)։ Դու կարող ես վստահ լինել, որ ամեն ինչ բարիին գործակից է լինելու (տես Հռոմեացիս 8:28 խոսքը)։ Դու անպայման օգնություն կընդունես, երբ դրա կարիքն ունենաս (Եբրայեցիս 4:16 խոսք)։ Դու Քրիստոսի հետ երկնքում քո տեղն ունես (Եփեսացիս 2:6 խոսք)։ Դու ամեն բան կարող ես քեզ զորացնող Քրիստոսով (տես Փիլիպպեցիս 4:13 խոսքը)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե թույլ տաս, որ Աստծու Խոսքը զորացնի քո հավատքը, ապա դու էլ Սմիթ Վիգլսվորթի նման կկարողանաս ասել. «Ինձ հուզում է միայն այն, ինչին հավատում եմ»։ Այո՛, Աստված քո կողմից է։ Աստված քեզ հետ է, և Աստված պայքարում է հանուն քեզ։ Եվ ո՞վ է, որ հակառակ կանգնի քեզ։ Ի՞նչ իրավիճակ պիտի լինի, որ դու հանձնվես, եթե, իհարկե, Աստված քո կողմից է։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կար։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։